ձեզ համար, որովհետև ասում են Փաշինյանը հենց դա չի ներել, որ դուք իր ներկայությամբ վիճել եք, նույնիսկ հարվածներ եք հասցրել Թավուշի մասնակցին։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին ոչ վիրավորել է, ոչ քաջ քշել է, եղել է շատ առողջ քննարկում։ Ցավոք սրտի դեպքերը այնպես չեն զարգացել, ինչպես ես էի ակնկալում կամ ես էի պատկերացնում, բայց դա այլ հարց է։ Ես ամեն դեպքում նման ինֆորմացիա չունեմ, որ հասցեատերերը պատժվել են։ Կարճ ուզում եմ արդեն ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Փաշինյանը ստում է։ Ինչ է ստացվում է։ Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել Տեսեք, մեղադրանքը որն է, օրինակ Վերջերս Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ իմ մասին հարցից հետո նման արտահայտություն է արել, որ որտեղ խոսացնում են, ասում է, որ 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող են բերել պետական բյուջե, հենց է ստացվում, որ ոնց որ դա լինի մեղադրանք ու կարծիք է ձևավորվում, որ այդ գումարը ես տարել եմ մեր տուն ու նաև տպավորություն է ստեղծվում, որ այդտենց խոսացող անձը նեղված է, որ այդ գումարը ոնց որ իր գրպանից տարած լինեն պետական բյուջե, նման տպավորություն է ստեղծվում։ Ես ուզում եմ ասել, որ ցանկացած մարդ կարա իր կարծիքը ունենա ու կարա նաև հնչում են մտքեր, որտեղ մարդիկ վրդովմունք են հայտնում, թե ինչու պետք է պետական բյուջե on-line կազինոները շատ գումար վճարեն ու իմ դրա մասին խոսելը կամ օրենքի տված արդյունքները ներկայացնել է հանրությանը, ներկայացվում է սարկազմով կամ վիրավորանքով, փորձվում է, տեսեք, վարչապետը հստակ հայտարարել է, որ պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության մեր բոլորի պետական բյուջեն է, այսինքն 3 միլիոնից բյուջեն է Հայաստանի Հանրապետության բյուջեն, եւ եթե գումար է մուտքագրվում պետական բյուջե, կարող ենք ասել, որ դա մեր 3 միլիոնի գրպանն է մուտքագրվում այդ գումարը եւ դրա մասին խոսել չեմ կարծում, որ ծաղրի կամ վիրավորանքի արժանի է եւ հակառակը ես կարծել եմ, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, դուք ասեցիք մեդալ տան, դեմ չի լինի, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանեմ, դուք մեկնաբանեք։ Ձեզ համար ունեք վերլուծություն, ինչը ձեզ չներվեց ԿՊ-ում։ Չեմ ցանկանում որևէ այլ տրամաբանության մեջ մտնել, չեմ ուզում եթեներով կամ կարծիքներով խոսել։ Ես արդեն ասացի այն, ինչ որ ասացի։ Փաշինյանը հանդուրժում է կոռուպցիան։ Ձեր ասածից ստացվում է այդպես, որ եթե կոռուպցիայի վրա աչք փակում, նշանակում է ինքն է հանդուրժում կոռուպցիան։ Ես նման բան չեմ ասել։ Եթե իմ ասածից կարող եք ենթադրել, կարող եք ձեր ենթադրությունները որպես լրագրող անել։ Նման պլաններ չունեմ։ Պարոն Սարգսյան, վարչապետ մի հատ մեջբեր ուղիղ հասցել է քաղաքացիական պայմանագիր ներողություն Արեգ ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետ։ Ես լսել եմ այդ Նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, հետևել են իրավական ընթացակարգեր եւ Սարգսյանի շահերից չի բխում, որ այդ քննարկումը հանրայնացվի։ Ինչ նկատողություն եք ստացել, ինչու եւ այն հարցին են պատասխանեք։ Արդյոք դա նշանակում է, որ Փաշինյանը կամ ստում է կամ մոլորված է ձեր մասին հայտարարություններում։ Ես սրա մասին տարբեր առիթներով խոսել եմ 2025 թվականի մարտի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությանը ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով եւ ներկայացրել է իր հիմնավորումները կամ իր հիմքերը, ինչու է նա նման բան պահանջել։ Ինձ հրավիրել են քաղաքացիական պայմանագրի կուսակցություն, ամիսներ շարունակ այդ հարցը քննվել է եւ կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետը ասաց, ինչը ես չեմ ընդունում։ Ես ընդունում եմ, որ իմ գործունեության հետևանքով այո պետք է քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ինձ առնվազն շնորհակալություն հայտներ եւ դուք ասեցիք նաեւ կարող էր մեդալ տալ դեմ չի լինի, բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը ես չեմ կարող ընդունել եւ եթե կան փաստեր, որոնք հակառակի մասին են վկայում, կխնդրեմ դրա մասին հրապարակեն, ես առիթ կունենամ ավել պատասխանելու, բայց այս պահին չեմ ուզում բացել այն քննարկումը, որը տեղի ունեցել ամիսներ շարունակ, եթե կլինեն սրա հետ կապված հարցեր կամ կլինեն գործընկերներ, ովքեր կորոշեն կամ կասեն, որ եկեք ամբողջությամբ հանրայնացնենք, ես միայն ուրախ կլինեմ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, բոլոր հարցերը հնչեցին Ես արդեն նշեցի, որ որևէ գործ չկա։ Հաղորդություն չունեք, եթե դատախազը նման մեղադրանք է պատմի։ Եվ Փաշինյանի ասածից հետո փաստորեն դա է։ Ինչն է մեղադրանքի կարդում։ Դե փաստորեն դատախազությունը այդ զրույց
ցույցն է, չէ՞, հրապարակել։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ։ Ես արդեն նշեցի, որ դե դատավորության հետ կապված ես առաջի անգամ լսել եմ մամուլից։ Թե ինչ են քննարկել, կարող 1000 հոգանոց տված լինեն գործողանստը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ձեզ ասում էր մոտավորապես հանգիստ ես այդ գործով կամ այլ գործերով որևէ մեկին չեմ ճանաչում, անգամ ամենազգանունները չգիտեմ, այսինքն ում մասին է խոսքը ընդհանրապես։ Բացառում եք, որ գլխավոր դատախազը չկա ազգային ժողովրդի։ Եթե դուք ԿՊ-ի դեմ խոսեք, եթե դուք շարունակեք դիմադրել։ Հիմա ինչպես եք ուզում, որ ես դա բացառեմ կամ հաստատեմ։ Ոչ բացառում եմ, ոչ Ձեր հաստատում։ պահվածքից է կախված, նայած դուք եթե դուք ԿՊ-ի դեմ կխոսեք, եթե դուք Փաշինյանի Տեսեք, ԿՊ-ի դեմ խոսել չկա։ Ինչպես Հովիկ Աղազարյանը, Ես մշտապես առաջնորդվել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարներով, որդեգրած սկզբունքներով։ Եվ եթե դրանք կհակասեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ անդամի, դա իր խնդիրն է, բայց դա երբեք չի կարող հակասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներին հայտարարած եւ հեղափոխությամբ բերած արժեքներին։ Ես բացառում եմ դա։ Եթե որևէ մարդիկ կարող են նեղսրտել, որ ես խնդիրների մասին բարձրաձայնել եմ, կներեք, ուրեմն իրենք չեն հասկանում, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչու է ստեղծվել, ոնց է ձևավորվել եւ ինչ նպատակներ է դրել իր առաջ։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ոչ հեղափոխության հետ կապ ունեն, կներեք անգամ դեմ են եղել հեղափոխությանը կամ ընդհանրապես չեն մասնակցել կամ շեղվել են կամ հետագայում են միացել թիմին։ Ես նորմալ եմ նայում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է մեծանալ եւ ունենալ նոր անդամներ։ Դուք ակնարկում եք, որ փաստորեն Ես որևէ բան չեմ ակնարկում։ կոռուպցիոն Փաշինյանը, այսինքն թվերը փռել է։ Ես ակնարկում եմ խոսել։ Որևէ ակնարկ չեմ արել։ Շնորհակալ եմ, մի հետապնդեք ինձ։ Մենք չհասկացանք։ Ես չեմ ուզում նման Մենք տեսել չհասկացանք Նիկոլ Փաշինյանը ձեր մասով, այսինքն ինչ հարց ունեք։ Ես բոլոր հարցերի արդեն պատասխանել եմ, չեմ ցանկանում այլ մեկնաբանություն անել։ Որտես հնարավոր է կանանավորեն եւ Փաշինյանը ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում։ Արդեն նշեցի, որ որևէ բան ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ։ Որևէ բան չի բացառվում։